ժողովրդիկների պետական նվագախմբի այսօրվա երգացանկը ավելի քան արտասովոր էր։ Գահերի խաղ, կարիբյան ծովահեններ, տանը միայնակ եւ շատ էլի հայտնի ֆիլմերի ու մուլտֆիլմերի սաունդթրեքներ, որոնք հնչեցին հենց այս դահլիճից երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված։ Գյումրու հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցավ կախարդական մեղեդիներ համերգային ծրագիրը, որը մեկ երեկոյի ընթացքում միավորեց մանկության ամենասիրելի հուշերն ու երաժշտական կախարդանքը։ Միջազգային ճանաչում ունեցող ֆիլմերի ու հայկական մուլտֆիլմերի երաժշտությունը ոչ ավանդական մատուցմամբ Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբը երկար փորձերից հետո ներկայացրեց հանդիսատեսին։ Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան, իսկ ինչու համար ենք նմանատիպ ծրագիր վերցրել, քանի որ մեզ համար առաջնային է, որպեսզի կարողանանք հանրահռչակել ազգային նվագարանները եւ ովքեր որ ազգային նվագարանների ազգային երաժշտության նկատմամբ հետաքրքրություն չունեն, այս քայլերով փորձում ենք հանդիսատեսին գրավել։ Նվագախմբի տնօրեն Կարեն Մայիլյանի խոսքով բարդ էր ժողովրդական գործիքներով ստանալ այն, ինչ վայելեց հանդիսատեսը, բայց արդյունքը գոհացնող է։ Անկեղծ ասեմ, շատ բարդ էր։ Բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց մենք քանի որ մի ընտանիքի պես է մեր կոլեկտիվը, փորձել ենք այդ բոլոր դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարել ու հուսով եմ ստացվեց։ Բարդ էր, բայց հմուտ ու տաղանդավոր թիմով հնարավոր դարձավ այս համերգը, նշում են երաժիշտները։ Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբը մշտապես հանդես է եկել նոր ծրագրերով, ինչպես Շարլ Ազնավուրը, մուլտերի ծրագիրը, Ամանորյա ծրագիրը, որը արեցինք, եւ այս անգամ հանդես եկանք արդեն կինոների եւ հայտնի մուլտֆիլմերի ծրագրով, ասեմ, որ հեշտ էր, սուտ կլինի, որովհետև բնականաբար ժողովրդիկների համար չէ գրված այդ ստեղծագործությունները, մենք հարմարեցրել ենք, ինչ-որ բաներ փոխել ենք, բայց կարծում եմ, ինչպես երևի արդեն լսեցիք, շատ հաջողված ծրագիր էր։ Այս փորձարարությունը մեր համար արդեն կարելի է ասել մշտական բնույթ է կրում, բանի հեղինակը մտահղացման Մայիլյան Կարենն էր, ինձ առաջարկեց գործիքավորել մուլտֆիլմերի ճանաչված մուլտֆիլմերի հոլիվուդյան եւ հայկական մուլտֆիլմերի երաժշտությունները ես մեծ սիրով համաձայնեցի եւ կարծում եմ ստացվեց։ Գյումրու ժողովրդիկների համար այս բան իմ կարծիքովս էլ դժվար բաներ չկա։ Անցել է շատ հեշտ, հա, մեր պահամս այդ մանկական մենք էլ ենք արդեն այդ մեր ուժ ժամանակները գնացել, շատ լավ է անցել, շատ հետաքրքիր եւ համերգը ստացված էր, որովհետեւ ես ինքս կողքից Քանի որ համերգը ընդունվեց ու սիրվեց լսարանի կողմից, Գյումրու ժողովրդիկների պետական նվագախումբը խոստանում է առաջիկայում կրկնել ծրագիրը։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու եւ Հայաստան տեղափոխելու մասին։ Ասի, что մայիսի կես կեղնի։ Մայիսի վերջել է как урертак ընտրության։ Փարենքի դան 30,000 Տուդա բրացել։ Հիմա տուդա ցույցերուն ուդա բանկենին ցույցերուն կիդան։ Ցույցերուն տես հանգարցեմալ չեղնի վերուսու չիկաս։ Հետի կեղնի ինչ վերում։ Կարող է պարենտան վերուսու չիկաս։ Վերաբա։ Շատ բանկենին երկրորդըենոք տոմս է կարն հարունքնի։ 30,000 պարա է կիդան։ Տոմս չնար։ Բանջոչ։ Որովհետև ты մինակ туда ուզեցի։ Չէ, կասինք туда обратно այդ туда обратно նոր կզի չտվա դեր туда обратно նույն 10,000 ուրա պայա դուրանց կրայի տերած։ Դուրան կտոմ սարան ես իչքտոմ։
Carrots captain carrots. No, Kelly, it's Calafto, Calaf, Kerniasto, because there's a chest. Դոկյան դու կացի տելը բանկնես։ Գնացել եմ։ Լայքը դուրս ու դա մալոլը կիդամ որ կզի վերում էր տամ։ Արա 50 կոպեկ համար տնաշեն իտքան ոտո 50 դրամ է համար։ 50 Ահա, մալադես։ Հա, բա, անդե բդիկա։ Ուրիկոր։ Ես ուդա ցենտր կայնու գիշում։ Լսել է բան Վարդան ջան։ Երեք փորները խմոց թողիմ տը ռաստանքի։ Չէ, թողերը խմոց են, չէ։ Քսիմ 50-ը թողիմ։ 50,000-ը թողիմ, են մնացածը քիչ է դու էլի քիչ քանի մոր է դա։ Լսել է իգիտ բանը, անունը լսել է։ Այրապորտնի մալ է, շտենցակտը կանոնին մնանին։ Դոլը բանը գերուգերոն։ Բանը գիտան, մալանդորա գրիպես բան է դեն։ Գերուգեր եթե տոմս արած քզի, եսի մեգերի սնտրություն, խողո, եսի միջով 7 տարի ազատ զրկում ու գիտեն սաղում։ Էդի think չէ, անտա գոդի եթե մասայական բան տեսնա, գոդի կա, օրինակ ինչ ֆինանսավորի կետ կամ մարդ գիկա Հայաստան։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ։ Ընտրակաշարք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ կուսակցություններից մեկի Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաեւ տվել է ընտրակաշարք։ Դեռ հավաքությունը շացիալի փոխվել է, Էսա նայ երկու ամիս պոլիչկա կամ բան սկսել են, ես 300,000 վերցել, ֆունջան։ Բայց դա ես չեմ ասել, որ հավաքություն ստացել։ Խե, դե չեմ ասել։ Սուպերդու մի քիչ սկսենք քիչ ու միջ պարտքերը փակել է, էլի արդեն այսքանի ամիսա ես փող չեմ ստանում նրան։ Կարելի ասած չեմ աշխատում, նոր ուզում եմ մտնել թեկու, եթե ուզ քիչ փողով, բայց դե իտո եթե չեմ։ Հադահմիենն կողից հլա մտել էլ դառնում այն մի բան մախվել։ Մինչև ընտրությունն է, էլի ոնց էլի մի ռես կստանա, կորձել բանելու, դրա համար է նետում եմ ինչքան կարող, այդ մի ամիս վապշի չէի, դե երեքսոց գալիս էի ալարում էի, մի օր գնացի, կաշոս կողի քսոջի վստասի շիշքանա, ծացի ասացի նման առաջին հավաքություն ազատագրում ստացա ու այն մախներ Հակոբ գոնե 4 հոգի գնում էին բան օպերայի այդ մասից Հակոբ գոնե 4 հոգի մարչային ախպերից գոնե աշխատվա 4 հոգի արա մանը մեկի Արսեն Չոյի երկու ընկերոջ հետ Սուրոյին ու բանին են վերցել Արսենին դե ասում 20 հոգի հետևից այդ այդպես վերողնի որ 2,000 փոստ ես 5 հոգի մարդուն եմ զանատով ճողում ես Անե շերքան ու բավարարում են, կողքից էլ աշխատում են, գնում են, դրա համար մենք ենք տները մտնում, մենք ենք իտուկը տալի, դրա համար մենք ենք մեր շերքի ես եմ մտել։ Տուն կա վապշի չենք մտել, իտուկ քարտուկը դրա սուտա։ Դեպքի արդիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Բալի, Կեռասից, Իրանի, Սալորի, Դեղցի, Նեկտարինի եւ Խաղողի ներմուծման նկատմամբ։ Բացի այդ սահմանափակումներ են մտցվում նշված ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ըստ Ռոսսելխոզնadzորի հաղորդագրության հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման ընթացքում խախտումների դեպքերն աճել են եւ այդ մասին բազմիցս տեղեկատվություն է ուղարկվել հայկական կողմին։ Ռոսսելխոզնadzորը հավելել է ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության եւ խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու եւ Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնագիր կարող է կնքվել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով բանակցությունները հեշտ չեն ոչ Իրանի համար, ոչ էլ ԱՄՆ-ի, սակայն Վաշինգտոնը ստանում է այնինչ անհրաժեշտ է։ Թրամփը հավելել է, որ դեռ կա եւս մի քանի կետ, որոնց նա պետք է հասնի համաձայնագիրը ստորագրելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտնել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել։ Նա հավելել է, որ բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով շատ լավ զրույց է ունեցել նաեւ լիբանանյան Հզբոլլահ շարժման հետ, եւ նրանք նույնպես համաձայնել են դադարեցնել կրակոցները։ Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելի եւ Հզբոլլահի միջև հրադադարը երկար կշարունակվի։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն գործել Լիբանանի հարավում ինչպես պլանավորված էր։ Լիբանանում իսրայելական գործողությունների պատճառով Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին նշել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի շարունակման դեպքում Իրանը ոչ միայն կդադարեցնի բանակցային գործընթացը, այլև կդիմադրի թշնամուն։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով Դնեպրում 9 մարդ է զոհվել, Կիևում 4, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Ըստ ուկրաինական կողմի ռուսական ուժերը գործի են դրել ավելի քան 650 անօդաչու թռչող սարք, 73 հրթիռ։ Կիևում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության թիրախավորվել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ, վառելիքի եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ Ռուսաստանը համակցված հարձակում է նախապատրաստում եւ բնակչությանը կոչ էին արել չանտեսել տագնապի ազդանշանները։ Ուկրաինական հարվածներից էլ հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարաններից մեկում։ Սյուզաննա Չրաղյան։ Այսուհետ Սյունիքը ունի կաթվածի կենտրոն։ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում տեղի ունեցավ կաթվածի կոդին նվիրված դպրոցի բացման արարողությունը։ Այն մարզայինների շրջանում երկրորդն է Գյումրիից հետո։ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնը շատ մեծ ուրախությամբ հայտարարում է Հայաստանի հարավային տարածաշրջանի նյուրովասկուլար կենտրոնի բացման մասին, որ ներառում է եւ Սյունիքի մարզը եւ Վայոց ձորի մարզը, որպեսզի կարողանանք բուժել ուղիղ կաթվածի հիվանդությունները։ Այս ամբողջը մեր երազանքները երկար ժամանակ է։ Այսօր ինձ համար շատ էմոցիոնալ է, որ հայտարարում եմ, որ բացում ենք այս կենտրոնը։ Մարտունի բժշկական կենտրոնում։ Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի խոսքով այս ծրագիրը հնարավորություն է տվել հազարավոր քաղաքացիների ստանալ արդյունավետ եւ թանկարժեք բուժում ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ։ Կաթվածի կենտրոնի հիմնումը Սյունիքում ռազմավարական նշանակություն ունի։ Այժմ Գորիսի հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնում ստեղծվել է եւ ներդրվել է մի յուրահատուկ աշխատանքային մոդել, որտեղ մեկտեղվելու են մեր հանրապետության բոլոր կաթվածի կենտրոնների եւ Սփյուռքի մասնագետների ջանքերը։ Վստահ եմ, որ այս յուրահատուկ մոդելը աշխատելու է եւ ամիսներ անց կարողանանք արդեն ամփոփել առաջին արդյունքները։ Կաթվածը չի ընտրում, թե որտեղ է ապրում մարդը։ Բուժումը հասանելի դարձնել ողջ հանրապետությունում, հատկապես հեռավոր մարզերում, որտեղ ամեն րոպեն թանկ է։ Սա էր նախաձեռնության հիմնական նպատակը, ասում են։ Սա կաթվածի լիարժեք կենտրոն է, որտեղ հնարավոր կլինի իրականացնել եւ տրոմբոլիտիկ թերապիա եւ մեխանիկական տրոմբեկտոմիա, այսինքն իշեմիկ կաթվածի որևէ դեպք կարիք չի լինի տեղափոխել մայրաքաղաքային կլինիկա, բուժումները կիրականացվեն տեղում։ Պետք է նաեւ ասեմ, որ շատ հետաքրքիր մոդել է ներդրվել եւ համագործակցություն է լինելու նաեւ տեղի բժշկական կենտրոնների հետ։ Այսինքն որոշ դեպքերում հիվանդները կարող են բուժման մի մասը կարևոր անհետաձգելի մասը ստանալ այստեղ, հետո կայունացման դեպքում տեղափոխվել մարզային կենտրոններ, օրինակ Կապան, օրինակ Գորիս,
օրինակ Սիսիան։ Բուժառուներն այլևս ստիպված չեն լինի կաթվածի ախտորոշման դեպքում հարյուրավոր կիլոմետրեր կտրել մայրաքաղաք հասնելու համար։ Ծառայությունը կիրականացնեն Երևանից ժամանած մասնագետները, որոնք կաշխատեն ռոտացիոն հիմունքներով։ Մենք գիտենք, որ կաթվածի բուժումը ժամանակ կախյալ է, եւ մինչ հիվանդը հասնում է հիվանդանոց, շատ անգամ արդեն գլխուեղի հյուսվածքը հնարավոր չի լինում փրկել։ Կենտրոնի տեղակայումը Սյունիքում հնարավորություն է տալիս տեղաբնակ մարդկանց ստանալ որակյալ ժամանակակից ռեկանալիզացիոն բուժում, ինչը մեծապես նվազեցնելու է հաշմանդամության ցուցանիշը։ Մեծ էր կաթվածի խորհրդի դերը կենտրոնի բացումն իրականություն դարձնելու գործում։ Կառույցն ապահովում է ծրագրային եւ անհրաժեշտ մասնագիտական ներուժը։ Սուր կաթվածի բուժումը 2019 թվականից ապահովագրված է պետական ծրագրի շրջանակներում, իսկ ներկա այս 26 տարվա սկզբից փաստորեն արդեն գոյություն ունի համապարփակ ապահովագրությունը, այնպես որ կաթվածի բուժումը ծախսերը փակվում է պետության կողմից։ Այստեղ գոյություն կունենան 5 մոնիտորինգ ունեցող մահճակալներ, վերահսկվող մահճակալներ, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում կարող է ստանալ Գորիսի կաթվածի կենտրոնում։ Այսպիսով Սյունիքում կաթվածի կոդին նվիրված դպրոցի բացումը թույլ կտա ահազանգի դեպքում ապահովել շտապ եւ արդյունավետ ծառայություն։ Ոչ մի համայնք չափազանց հեռու չի լինի կյանք փրկող բուժումից։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Անգամ կեսին հասնելու ժամանակ իմ գլուխը սկսեց պտտվել, գլխապտույտ առաջացավ եւ ես ինչ ոնց որ չէի ճանաչում։ Ծխելու 5 թե 6-րդ փորձն էր։ Գեղամը հիշում է նախորդ մի քանի գլանակի դեպքում վատ զգացողություն կարծես դեռևս չուներ, իսկ այս մեկն ասես ուղիղ ուղեղին հասներ։ Հենց այդպես էլ պետք էր լիներ, նկատում է մասնագետը։ Դեռահասների դեպքում նիկոտինի թիրախում նախ եւ առաջ ուղեղն է։ Ամենավատը, որ այդ տոքսիկ ազդեցությունը տեղի ունենում դեռահասի ուղեղի վրա ազդեցություն։ Չի թողնում, որ զարգանան կապերը այդ նյարդային բջիջների միջև եւ հատկապես այն կապերը, որոնք որ տեղակայված են ճակատային մասում։ Իսկ այդ մասը պատասխանատու է ռացիոնալ վարքագծի որոշումներ ընդունելու վրա։ Որոշումներ նախքան ծխախոտին մոտ գնալը պետք է կայացնել։ Արդեն սեփական փորձից Գեղամն ասում է, պետք է չտրվել հետեւյալ խոսակցություններին։ Ընկերներ ունեի, որոնք ծխում էին եւ ինձ անդադ դրթում էին, որ ես ծխեի, ինչու չես ծխում, շրջապատիցդ հետ ես մնում, բադու տղա ես մի հատ փորձի, այո, ես փորձեցի, բայց չշարունակեցի։ Հիմա ուզում է, որ իր ընկերները եւս թողնեն ծխելը։ Նույնիսկ անհանգստանում եմ իրենց համար եւ ամեն ինչ փորձում եմ անել, որպեսզի նրանք թողնեն։ Գեղամը դպրոցի ընկերների հետ միացել է առողջապահության նախարարության ծրագրին, շահել են դրամաշնորհն ու գործի անցել։ Նախ իրականացրինք հարցումը, որպեսզի պատկերացնենք չարիքի մեծությունը մեր դպրոցում միայն։ Պատկերացնելուց հետո սկսեցինք իրականացնել մեր քայլերը։ Մեր համար գլխավորը ոչ թե չոր թվեր հայտնելն էր, այլ ուղղակի իրենց մտածողությունը փոխելն էր, ու մեր պայքարը ինչ որ բանի դեմ չէր, մեր պայքարը հանուն ինչ որ բանի էր, մեր առողջության, ազատության ու վաղվա օրվա համար։ Դպրոցում արված անանուն հարցման արդյունքները զարմացրել են նրանց, պարզվում է, իրենց ընկերներից որոշները ծխել սկսել են 12 տարեկանից։ Ինչից որ շատ նեղվեցինք, դա թե տարիքային խումբներ, որ 12 տարեկանից սկսում են ծխել, եւ թե պատճառը, որ հիմնականում ինչպես որ բոլորս գիտենք, շրջապատի ասացությունն էր։ Ինչ կախված էր աղջիկներից, իհարկե մի փոքր անսպասելի էր ու շատ ավելի։ Աշակերտները նկատում են, հատկապես աղջիկների շրջանում տարածված են էլեկտրոնային ծխախոտները։ Հատկապես վեյփերի մեջ օգտագործվում են համ տվող նյութեր, շատ երկրներ արգելք են տեղադրել համ ունեցող այդ փաֆերի, վեյփերի օգտագործմանը, որովհետև համի պատճառով դեռահասը կարող է կախվածության մեջ հայտնվել։ Սա եւ պատանիներին հանգստություն է տալիս, թե իբր դա ծխախոտ չէ, իրենք չեն ծխում եւ հաճելի համերով կապում է նրանց։ Էլեկտրոնային ծխախոտի դեպքում օգտագործման ծավալը նույնպես շատ ավելի դժվար վերահսկելի է։ Կարող են անընդհատ օգտագործել եւ օրվա վերջում արդյունքում նույնիսկ մի տուփ ծխախոտից շատ նիկոտին ստանալ։
Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի արդեն 12-րդ դասարան փոխադրված այս աշակերտները շարունակելու են ծրագիրը նաև եկող ուսումնականին, անելիքների պլանն արդեն մշակված են, պատրաստվում են դպրոցն ավարտելուց հետո պայքարի էստաֆետը հանձնել 10-րդցիներին։ Թե մենք այս մեր ծրագրով գոնե 10 հոգու մոտ ինչ-որ բան փոխենք, թեկուզ այն, որ ինքը մտածի կարող է չծխեմ, այդ միտքը իր մոտ առաջացնենք, ուրեմն մենք մի մեծ գործ ենք արել ոչ մենակ այդ մարդու համար, այլ նաև իր շրջապատողների։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Լոռու մարզի Սպիտակ համայնքում էր։ Պաշտպանն այցելեց Խնամք հասարակական կազմակերպության Սպիտակի խնամքի կենտրոն, տեղում ծանոթացավ հաստատության շահառուների իրավունքների իրացման գործընթացին, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, շահառուների խնամքի պայմաններին եւ առկա խնդիրներին։ Պաշտպանը կարևորեց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը։ Հիմնական ուղերձն այն է, որ մեր հասարակությունում առկա հոգեկան առողջության խնդիրների հետ կապված խարանը եւ կարծրատիպային մոտեցումները պետք է ամբողջությամբ վերանան։ Ես չափազանց կարևորում եմ որպես մարդու իրավունքների պաշտպան, որպեսզի մենք կարողանանք պայքարել այս երևույթի դեմ, կարողանանք վերացնել ընդհանրապես մեր հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերը հոգեկան առողջության խնդիրների կամ այդ հանգամանքով պայմանավորված տարատեսակ երևույթների նկատմամբ եւ իհարկե այսպիսի այցերը կրում են նաև հենց այդ մարդկանց հետ շփվելու, նրանց հետ տեղում աշխատելու նպատակ։ Իհարկե շատ կարևոր է նաև մեր հասարակությունում տարեցների իրավունքներին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը եւ այդ է պատճառը, որ մենք այցի շրջանակներում այցելում ենք նաև այնպիսի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք նաև նման ծառայություններ են մատուցում։ Անահիտ Մանասյանը կարևորեց նաև անմիջական շփումն ու մարդկանց հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին սոցիալական աջակցության, բանկային ծառայությունների հասանելիության եւ անկանխիկ շրջանառության պայմաններում տարեցների ու խոցելի վիճակում գտնվող խմբերի առջեւ ծառացած խնդիրները։ Այս մասին վերջինս խոսեց Սպիտակում գործող հասարակական կազմակերպություն այցի ժամանակ։ Այս այցերի հիմնական նպատակը ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքն է եւ նաև այցերի համատեքստում ինչպես խնդիրներ արձանագրելը, դրանց լուծումներ պահանջելը ու լուծումների հասնելը, նաև մարդու իրավունքներին առնչվող տարբեր հանրային ուղերձներ փոխանցելը։ Սպիտակ իմ կատարած այցի շատ կարևոր նպատակը տարբեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, խնամքի հաստատությունների, տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը հենց տեղում ծանոթանալն է, խնդիրներին տեղում ծանոթանալը։ Շատ կարևոր էր պաշտպանի այցը, որովհետև բոլորն էլ մարդիկ ունեն խնդիրներ, ուզում են իրազեկված լինել իրենց իրավունքների մասին, իրենց խնդիրները բարձրաձայնեն։ Նրանք շատ ուրախացան պաշտպանի այցով, հասկացան, որ իրենք էլ են լիարժեք մարդիկ, իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել եւ ստանալ իրենց խնդիրներին պատասխաններ։ Հայաստանի առումով առաջին անգամ է, որ մարդու իրավունքների պաշտպանը գալիս է մեր խնամքի տուն եւ դա շատ կարեւոր է մեր կենտրոնի հետագա գործունեության համար, մանավանդ հնչեցին այնպիսի հարցեր, որոնք մինչեւ հիմա մենք հնչեցնում ենք, բայց որևէ ընթացք չէր լինում, սակայն հույս ունենք, որ Տիկին Մանասյանի այցելությունից հետո անպայման ընթացք կունենա։ Հանդիպումներում ներկային նաև կազմակերպությունների շահառուները։ Քաղաքասարակության կազմակերպությունների դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության, համայնքային ծառայությունների համակարգի զարգացման եւ խոցելի վիճակում գտնվող խմբերի սոցիալական ներառման ապահովման գործում կարևորում է պաշտպանը։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ քաղաքացիների կողմից բարձրաձայնված մի շարք խնդիրներ հենց տեղում են ստացել լուծումներ, իսկ մի շարք համակարգային հարցերի հետ կապված առաջիկայում պատրաստվում ենք իրականացնել տարատեսակ գործողություններ։ Հատուկ պետք է նշեմ նաև այն կարևոր հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունները շատ կարևոր դերակատարություն ունեն մեր կողմից այդ թվում իրականացվող գործունեության եւ մարդու իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու համատեքստում։ Ես հույս ունեմ, որ արձանագրված բազում խնդիրները ոչ միայն պարբերաբար են ստանում լուծումներ, այլ նաև առաջիկայում համակարգային տեսանկյունից ունենալու են նաև հայեցակարգային լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների եւ տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտը, նպաստելով խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։ Աշխեն Սուքիասյան։ Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Սևանի հեքիաթ եւ Ծովագյուղի մանկապարտեզները։ Սևանի թիվ 3 հեքիաթ մանկապարտեզի շենքը մի քանի ամիս վերածվել է շինհրապարակի։ Հանրապետությունում իրականացվող մանկապարտեզների վերակառուցման հիմնանորոգման ցանկում է նաեւ հեքիաթ մանկապարտեզը։ Թեև մանկապարտեզում իրականացվել են հիմնանորոգման, վերանորոգման, ինչպես նաեւ կոսմետիկ աշխատանքներ, սակայն մանկան օջախը նորովի ու թարմ շնչով ներկայանալու անհրաժեշտությունը հասունացել էր, որն էլ իրողություն է դարձել հիմնանորոգման ծրագրի տեսքով։ 6 խմբանոց մանկապարտեզում, որը մինչև հիմնանորոգումն ուներ 180 սան, աշխուժ եռուզեռ է։ Իրար են հաջորդում բազմաբնույթ շինարարական աշխատանքները։ Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգմանը զուգահեռ Սևան համայնքի կողմից էլ իրականացվելու է մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման ու կահավորման ուղղված նախապատրաստական աշխատանքները։ Ամիսներ անց Սևան համայնքի նախադպրոցական տարիքի երեխաները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախի հիմնանորոգված շենք։ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում եւս շարունակվում են այս տարվա մարտ ամսից մեկնարկած Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 171 միլիոն 240 հազար դրամ։ Կապալառու ընկերությունը Ալփշին ՍՊԸ-ն է։ Շենքի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ Սևան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման եւ կահավորման աշխատանքներ։ Եվս մի քանի ամիս եւ Ծովագյուղ բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաները կունենան առավել հարմարավետ, անվտանգ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Տեղեկացնենք նաեւ, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում նախատեսված է կառուցել մանկապարտեզի նոր շենք, Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզն էլ հիմնանորոգվելու է։ Երկու նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն էլ ներառված են 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրում։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան։ Մայիսի 25-ից հունիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5112 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 138 անձ, հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 763, առանց մանկական նստատեղի քարսիթի 43, վարելու ընթացքում ծխելու 751, վարելից հեռախոսից օգտվելու 319, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 40 եւ 1983 այլ իրավախախտում, 114 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 140-ը տեխնիկական զննություն չանցած, 99-ը լուսարձակների անսարքությամբ, 53-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու ամենքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15402 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 273 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 255 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 453 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 61, չամրակապված վարելու 4050, առանց մանկական նստատեղի քարսիթի 289, վարելու ընթացքում ծխելու 650, վարելիս հեռախոսից օգտվելու 674, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 102, արագության գերազանցման 2583 եւ 4653 այլ իրավախախտում, 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 636-ը տեխնիկական զննություն չանցած, 356-ը լուսարձակների անսարքությամբ, 163-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 18 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ու ճեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։